Չնայած հեծի ազգայնացման գործը դեռ սաղմնային շրջանում է, սակայն մեր աղբյուրները փոխանցում են, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քաստինգ է հայտարարել հեծի պետական կառավարչի տեղի համար։ Նա երկրի կառավարումը թողած հարցազրույցներ է անցկացնում թեկնածուների հետ։ Հիշեցնենք, որ ազգայնացումը պետք է իրականացվի պետական կառավարչի մասնակցությամբ։ Մեզ ասացին, որ պատկերը հուսադրող չէ, կադրերի դեֆիցիտ կա։ Հավակնորդների թվում է նաև Քանաքերձեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանը Չինգոմականունով։ Փաշինյանը չի ցանկանում դրսից մարդ նշանակել, որ էլ-ցանցերի մոտ 7000 աշխատակիցներին ընտրությունների ժամանակ ուղղորդեն իշխանության կողմը։ Հովակիմյանի պաշտոնական կենսագրության մեջ կարդում ենք աշխատել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ՓԲ-ում որպես տեղամասի պետ, BEC ՓԲ-ում որպես մասնաճյուղի տնօրեն։ 2018 թվականին եղել է BEC ՓԲ գլխավոր տնօրենը։ 2018-ից մինչև 2022 թվականի հուլիսի 21-ը Big Energo SP-ի փոխտնօրենը։ 2022 թվականի հուլիսին նշանակվել է Քանաքերձեյթուն վարչական շրջանի ղեկավար։ Սրբազաններին ու ընդդիմադիրներին կալանավորելու գործերով առաջամարտիկ դատավոր Մասիս Մելքոնյանի հարցը վերջին օրերին շատ քննարկվեց հանրային դաշտում։ Շատերն ապշած էին, ինչպես կարող է դատավորը կարմիր գծեր սրբություններ չունենալ, օրենքն այդ կան ցուցադրաբար տնօրել եւ հանուն պաշտոնի ուրանալ ամեն ինչ։ Մելքոնյանի ընտանիքի անդամներից մեկը մեզ ասաց, որ նա ոչ միայն իրավական հարցերում օրինավոր ու բարեխիղճ չէ, այլև բարոյական, ընտանեկան։ Նրա ընտանեկան ընկերական շրջապատում երկար ժամանակ քննարկման առարկա է եղել վերջինիս բարոյական նկարագիրը, երբ բավականին երիտասարդ կնոջ հետ է կապվել եւ հեռացել ընտանիքից։ Մելքոնյանը, հիշեցնենք, Արամ Սարգսյանի Հանրապետություն կուսակցության անդամ է եղել։ Նա ոչ միայն անհիմն կալանքներ է սահմանել անմեղ մարդկանց նկատմամբ, այլև 44-օրյա պատերազմում զոհված հերոս Մխիթար Գալեյանի հորը Գարիկ Գալեյանին է դատել։ Միքայել Աջապահյանը ձերբակալությունից ժամեր անց կալանավորումից առաջ մերժեց վարչապետի պաշտոնում իր թեկնածության առաջադրումը, ասելով, որ հոգևոր գործը վեր է դասում ամեն ինչից։ Հետո լուրեր տարածվեցին, որ այդ հարցում նա չի ստացել կաթողիկոսի օրհնությունը, որը ըստ երևույթին հույս ունի իրավիճակը չսրել եւ արժանանալ Փաշինյանի բարեգործությանը։ Բայց լավատեղյակներն ասում են՝ իզուր, հաջորդ իրախն ինքն է լինելու։ Մեր տեղեկություններով Աջապահյանի թեկնածությունն առաջարկած Էդմոն Մարուքյանը չի հանձնվում եւ աշխատանք է տանում, որ վեհափառը հավանություն տա Աջապահյանին առաջադրելուն, որի շուրջ աննախադեպ կոնսոլիդացիա կա 36 падգամավորի ստորագրություն, ինչը բավարար է, որ նախագիծը դրվի շրջանառության մեջ։ Աջապահյանը ի դեպ նախկին հարցազրույցներում չի բացառել իր թեկնածության առաջադրումը, ասելով, որ եթե վեհափառն օրհնի, ինչու ոչ։ Թե ում միջոցով է Մարուքյանը բանակցում վեհափառի հետ, չեն բացահայտում։ Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը Մարուքյանի թեկնածությունն առաջարկեցին, սակայն ընդդիմադիրները չմիացան։ Եկեղեցու վրա գրոհի օրը Մարուքյանը հայտարարեց, որ հանում է իր թեկնածությունը եւ առաջարկում է Աջապահյանին։ Հայաստան դաշինքն իր համաձայնությունը տվեց։ Պատիվ ունեմը եւս համաձայնեց, բայց 2 ժամվա պաուզայից հետո, երբ Աջապահյանը մերժել էր առաջարկը, լուրեր են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանն է վեհափառին խորհուրդ տվել հետ պահել սրբազանին։ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում հունիսի 13-ին ձերբակալվեց ԱԺ նախկին նախագահ, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նա մեղադրվում է մի քանի դրվագով փողերի լվացման, պաշտոնի չարաշահման եւ ապօրինի դեռնարկատիրական գործունեության համար։ Դատարանը նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրել տնային կալանքը 2 ամսով, որը հանրային գիտակցության մեջ խիստ պատիժ չէ, բայց դա այնքան էլ այդպես չէ։ Իսկ Հովիկ Աբրահամյանի դեպքում տնային կալանքով իշխանությունները ձախողեցին Աբրահամյանի թորան հարսանիքը, որը նախատեսված էր հունիսի 21-ին։ Հարսանիքը, որը վաղուց էր պլանավորված, նախորդ օրը հետաձգվել է անորոշ ժամանակով, մինչև պապը կարողանա ներկա գտնվել դրան։ Հիշեցնենք, որ Աբրահամյանի թորն ամուսնանում է Աշոտ Արսենյանի թորնուհու հետ։ Փաստաբաններն Աբրահամյանի տնային կալանքի որոշումը բողոքարկել են վերաքննիչ դատարան, բողոքը դեռ վարույթ չի ընդունվել։ Տեղեկացանք նաև, որ դատարանը թույլատրել է Հովիկ Աբրահամյանին տեսակցել մերձավոր ազգականների հետ։